Բանակը Պետրոսյան կալանավարի չվերածվի, հանցագործները պետք է բանակից հեռացվեն։ Օրինակ, երբ որ ինքը զինվորական ծառայության ընթացքում, գիտես չէ, որ դե ծառայ է ՖՍԲ-ի սահմանապահ զորքերում։ ՖՍԲ-ի սահմանապահ զորքերում ծառայելու ընթացքում իր վերադասպային դանակահարել է։ Որպեսզի բանակը կալանավարի չվերածվի, իրան տարել դատել են 3 տարի 2 ամիս։ Բանտ անստե, հետո համաներումով բանտից ազատվել է։ Всё, բանակը արդեն կալանավարի չի։ Բանակն ինչի պիտի կալանավարի վերածվի։ Բանակը զինվորական ծառայության վայր է, չէ՞։ Բայց եթե դուք սաղ այդ հանցագործներով բանակից հեռացվեք, բանակն կալանավարի չի վերածվի, ինչի պիտի վերածվի։ Ասում եմ, բանակի վրա ոնց կա, շատ լավ կանոնադառնա Պետրոսյան։ Դե զինծառայության ժամկետը որ կրճատում է, օրինակ իրանց կառավարության ծրագրում գրել են, որ Արցախի եւ Արցախի ժողովրդի անվտանգությունը կշարունակվի ապահովել պաշտպանության բանակը։ Բայց իրանք ինչ են արել 20 թվականից հետո 18 տարեկան ժամկետային զինծառայողներին, որի հիմա զինծառայության ժամկետ հիմա կրճատում են։ Այն ժամանակ Արցախի ՊԲ չեն ուղարկել, Արցախի ՊԲ-ն աստիճանաբար լուծարվել է, որից հետո Արցախը հանձնել են Ադրբեջան։ Հիմա նույնը անդրադառնում է Հայաստանի վրա։